Պարոն Բագրատյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել համակարգախումբ Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։ Ինչ է կարծում, սա լայն հանրության մոտ ինչպիսի արձագանք կգտնի։ Իհարկե տարաբնույթ մեկնաբանություններ կան, տարբեր են մոտեցումները, հանրության մի մասը գտնում է, որ դա քանի որ եկեղեցին անկախ է պետությունից, հետեւաբար պետք է իրենք որոշեն, թե արդյոք կուսակրոնություն խախտելը պատիժ է ենթադրում կամ չի ենթադրում, քաղաքացիների մի մասն էլ գտնում է, որ քանի որ առաքելական Սուրբ եկեղեցին բոլորիս է ժողովրդին է հանրային ինքը գործոն է եւ կարեւորագույն արժեք ունի մեր երկրի, մեր պետականության համար, ճիշտ կլինի, որպեսզի այն կանոնակարգերը, որոնք հստակ սահմանված են, պահպանվեն։ Սա է երկու տարբեր մտածող հանրության շրջանում տարբեր կարծիքները։ Այդտեղ այնպես չի, որ միանշանակ հստակ կա, որովհետև իրավական հարթություն չի քննարկվում ավելի շատ բարոյական հարթության։ Եվ այդտեղ բնականաբար քաղաքացիները խիստ տարբեր կարծիք են ունենում եւ բնականաբար այդտեղ նաեւ արդից օգտվում են անդիմադիր որոշակի շրջանակներ, որոնք փորձում են օգտվել այդ հնարավորությունից եւ օգտագործել քաղաքական նպատակներով։ Ինչ է կարծում, որոշ եկեղեցականների, հոգևոր դասի, որոշ ներկայացուցիչների եւ իշխանության միջև այս հակամարտությունը նոր բան է, թե ավելի հին պատմություն ունի եւ նաեւ նշեմ հնարավոր է, որ սա կապված է Գարգինբայի Բելարուսիա մեկնելու հետ։ Տարապես քաղաքական process-ներին զուգահեռ տեղի ունեն նաեւ այլ հանրային տարբեր process-ներ, որոնք ուզեն թե չուզեն առնչվում են քաղաքական process-ներին եւ չի բացառվում, որ նաեւ որոշակի արդեն իսկապես եկեղեցու միջամտությունը պետության գործերին բերում է որոշակի հարաբերությունների պարզաբանման։ Ի վերջո, երբ որ պահանջվում է մի կողմից, որ անկախության բաղադրիչը պահպանել, պետք է համապատասխան նաև մյուս կողմը պահպանի եւ նաև իր իրավունքների պաշտպանության համար չօգտագործի քաղաքական գործիքակազմ։ Այսինքն, եթե մենք գտնում ենք, որ եկեղեցին միջամտել է պետության գործերին եւ արկա է դրա մասին եւ Վազգեն Գալստանյանի արշավները կաթողիկոսի հորդորով, որ այդ արշավը քաղաքական բնույթ էր ստացել եւ հիմա էլ կարծես շարունակվում են պետության նկատմամբ եկեղեցականների հոգեվոր դասի որոշակի խավի կողմից միջամտություններ պետական գործերին, բնականաբար պետք է ակնկալել, որ դրա իրավունքը, եթե դու ունես, դրա պարտավորություններ ունես, պատասխանատու լինել հանրային լայն շերտերի, որովհետև եթե դու միջամտել ես, բնականաբար պետք է պատրաստ լինես նաև պատասխանելու, արդյոք դու կանոնակարգով ես գործում, արդյոք իրավունք ունի ոչ կուսակրոն եկեղեցականը բարձր դիրք գրավել եւ հատկապես մինչեւ վեհապարի պաշտոնին։ Այս հարցերի պատասխանը իհարկե ակնկալվում է, որ հանրային լուրջ շրջանակներ սպասում են այդ պատասխանին։ Երկու հարց, առաջինը դատապարտում եք, որ կուսակրոնությունը խախտում են, թե ոչ։ Դա հարց է, որ իրավունք ունի հնչելու եւ պետք է պատասխան լինի, որտեղ հանրային հարցադրում է։ Եվ երկրորդը, եթե կանոնակարգը չեք փոխում, այսինքն շարունակում եք մնալ այն վիճակով, որը նշված է, որ եւ հիմքեր կան ապացուցման, որ այո խախտված է կուսակրոնությունը։ Հիմա պետք է կողմնորոշվի եկեղեցի խորհուրդը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի։ Ինքը այլևս կուսակրոնությունը պայման չի դիտարկում, իր կանոնակարգից դա հանում է, եթե հանում է խոսակցությունը այլ բնույթ կստանա։ Երեք Գարգինբային օդանավակայանում դիմավորել են որոշ ընդդիմադիրներ եւ մի քանի ուշագրավ հայտարարություններ են արել, մասնավորապես ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը ասել է, որ քաղաքացիական պատերազմի վտանգներ կարող են լինել, բայց բոլորը ողջամիտ կլինեն եւ չեն գնա նման քայլի։ Ինչ պատերազմի մասին է խոսքը։ Անհասկանալի է, որովհետեւ եթե հենց Վանեցյանի կոչով նաեւ այդպիսի հավաք է կազմակերպել ի պաշտպանություն կաթողիկոսին, որին որևէ վտանգ չէր սպառնում, կարծեմ թե, բայց եթե ընդդիմադիր քաղաքական գործիչները որոշել են օգտագործել այդ հնարավորությունը քաղաքական դիվիդենդի համար, միգուցե նաև իրենց տեսակետից դրանք համարում են, որ դա ճիշտ քայլ է, բայց հանրային տեսակետից կաթողիկոսը պաշտպանված է պետության, յուրաքանչյուր քաղաքացի մեր պետություն պաշտպանված է օրենքով։ Եթե մենք օրենքի խախտում չունենք, օրենք չենք խախտել, մեր որևէ վտանգ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի սպառնում, մանավանդ որ անվտանգության վերջին գործակիցներով մենք 7-րդ երկիրն ենք համարում անվտանգ երկիրը, հետեւաբար կարծում եմ իմաստ չկա պաշտպանել, եթե մարդը ապօրինի գործողություններ չի արել։
Եվ նաև խնդրեմ անդրադառնալ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը հենց նույն վայրում նա նշել է, որ պետք է կռիվ տալ հրեշին մտցնել իր բունը։ Իսկ մենք շատ լավ գիտենք, թե դաշնակցությունը կռիվ տալ ասելու տակին չի հասկանում, վերջերս էլ Հրանտ Մարգարյանը կարգառուն դաշնակցական սրբություն սրբոց եւ պորտկում էր համարել հոկտեմբերի 27-ը եւ նոյեմբերի 9-ի այդ հուլիգանությունները։ Ցավոք սրտի երկար ժամանակ մենք այդպես չենք կարողանում հատկապես քաղաքական ուժերին ուղղորդել բնականon հուն, այսինքն թշնամի փնտրել երկրից դուրս, թշնամի երկրի ներսում չփնտրել եւ բարիկադներ չփորել, ինչպես ազգային ժողով մուտք գործելիս որոշել են, որ բարիկադներ պետք է փորեն եւ պատրաստվեն մարտի, հիմա շարունակում են տակտիկական այդ զինանոցը, որը այլևս չի արդարացվում։ Իրենք չկարողացան բարիկադավորվել ազգային ժողովում։ Հիմա շարունակել բարիկադավորվել եկեղեցամերձ տարածքում, կարծում եմ իմաստ չունի։ Եվ մի այսպիսի հարց, դուք Վայոց ձորի նախկին մարզպետն եք, այդ մարզից եք, ես խնդրեմ ասեք, կան եկեղեցիներ, որոնք օրինակ կիսաքանդ վիճակում են, անխնամ վիճակում են, եւ որևէ անգամ որևէ եկեղեցական եկել է ինչ որ բան հարցնի, թե վերականգնելու համար ինչ է պետք։ Ոչ միայն կային, այլ շատ են։ Ասեմ, որ Վայոց ձորի թեմի առաջնորդը բավականին նախանձախնդիր է այդ հարցում, կարողանում է որոշակի միջոցներ ներգրավել հատկապես Սփյուռքից։ Եվ փորձում է ինչ-որ բան, բայց 99%-ը պետության հոգացության տակ է։ Այնինչ արվել է, դա պետությունն է արել։ Ասենք Սրբազանի արածը կարող է լինել 1%, պետության արածը 99%։ Եվ բնականաբար Վայոց ձորի եկեղեցիներ կան, այո, այս պահին էլ, որոնք իսկապես խնամքի կարիք ունեն, վերականգնման կարիք ունեն, վերանորոգման կարիք ունեն, եւ իհարկե եկեղեցին այդ ուղղությամբ ոչինչ չի արել։ Սրբազանը որպես անձ իր անձնական միջոցներով կարողացել է որոշակի փոքր հարցեր լուծել, պետության 99%-ին գումարելով իր արած 1%-ը։ Սա իրականություն է, որովհետեւ եկեղեցական չի մտահոգվել, չի եկել, չի դիմել ընդհակառակը պետությունը ինքն է վերցել իր այդ հանձնառությունը եւ 1.7 միլիարդից ավել գումար է ներդրել եկեղեցաշինության մեջ։ Ես այս հարցը ինչու տվեցի, որովհետև հենց նույն այդ եկեղեցականներին, որոշ եկեղեցականներին պաշտպանող խումբը հենց նույն եկեղեցականները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հանել է եկեղեցու դեմ, չեն ասում հոգևորականների հետ է խնդիր, այլ եկեղեցու դեմ, եւ հենց նույն եկեղեցականները մատը մատին չեն խփում հենց նույն այդ Աստծո տները տարբեր տեղերում վերականգնելու համար։ Սա ամենամեծ կեղծիքն է, որով ցանկանում են մոլորեցնել ժողովրդին, որովհետև եկեղեցին որևէ կապ չունի նրա ներսում գտնվող որոշակի եկեղեցականների հետ։ Դա նույնն է, որ ասենք ոստիկանության ամբողջ կառույցը մեկ ոստիկանի հետ համեմատեսնա, համակարգ ինստիտուտ է, եկեղեցին նույնպես ինստիտուտ է, մշակութային ինստիտուտ է, եւ այդտեղ անձերը կարեւոր չեն, եթե դա անձերը կան, որոնք խնդիրներ ունեն, պետք է այդ խնդիրները պարզաբանել։ Եկեղեցին մայր, առաքելական եկեղեցին է բոլորի համար դա սրբության սրբոց է։ Բայց եթե այդ եկեղեցում կան մարդիկ, ովքեր խախտում են օրենքները, խախտում են կանոնադրական նորմերը, իհարկե պետք է հանրային պատասխանատվության ինստիտուտը գործի։ Ինչի մասին է խոսքը, այսինքն մենք պետք է աշկ փակենք, եթե որևէ ինստիտուտ, ոչ միայն եկեղեցում հանցագործություններ են կատարում, մենք պարտավոր ենք հետևել դրան կամ զանցանքներ են տեղի ունենում։ Պետք է քննել այդ հարցերը, պետք է առողջ դիտարկել եւ չպետք է եկեղեցին թիրախավորել։ Եկեղեցու թիրախավորման մասին խոսք չկա վարչապետի որևէ խոսքում։ Դա ուղղված է կոնկրետ հարցադրումը հստակ է եւ ասում եմ, եթե կուսակրոնությունը դուք համարում եք, որ ավելորդ այլևս հանեք կանոնադրությունից, եթե կա պետք է պարտավորես պահելու, որովհետեւ ժողովրդի հավատի մեջ կա նաեւ Աստծո եւ մարդու մեջ եկեղեցականը միջնորդի դեր ունի եւ այդ միջնորդը պետք է լինի այդ մաքրությունը տիրապետող անձը։ Դա պարտավոր չի պարզ քաղաքացին պահելու, որովհետեւ չունի նման խնդիր։ Քաղաքացի իրավունք ունի եւ ամուսնության եւ զավակներ ունենալու։ Այն ինչ որ Վարդաշյան հոգեվորականների կանոնադրական հիմքում դրված է, որ չի կարելի ընտանիք ունենալ, չի կարելի զավակներ ունենալ եւ այլն, եւ եթե դա համաձայնում ես եւ դու մտնում ես այդ հանձնառության տակ, որ այո, ծանր հանձնառություն է, ոչ ոք չի ասում հեշտ է, իսկ որևէ բան, որևէ բարձունքի հասնելը, որևէ ոլորտում հեշտ չի, ինքը պահանջում է շատ մեծ ջանքեր եւ այդտեղ նույնպես դու ինքդ համաձայնվում ես այդ ճանապարհին, դա քարքարոտ ճանապարհ է, դժվար ճանապարհ է, բայց այն եկեղեցականները, ովքեր այն հոգեորականները, որոնք վերցրել են այդ հանձնառությունը, պարտավոր են պահել այն նորմերը, որոնք գրված են հենց կանոնադրության հիմքում, դրված է ամենակարևոր արժեքն է համարվում իրենց մոտ կուսակրոնություն պահելը։ Հիմա ինչի մասին է խնդիրը, պետք է պարզաբանել։ Եվ 2026-ին ընդառաջ հնարավոր է սա ինչ-որ մեծ զանգվածային այսպես ալիք բարձրացնի։ Եթե հիշում եք, Շիրակի թեմի առաջնորդը նման մի հարցադրման շատ դիպուկ պատասխանեց, շատ դիպուկ։ Ինքը շեշտեց,
թեմի առաջնորդը շեշտեց, որ ցավոք սրտի եկեղեցին չունի այն վարկանիշը քաղաքական դաշտում, որ կուզենային ունեն եւ իրենք փոքրամասնություն են, հաշվի առնելով, որ իրենք մասնակցեցին տարբեր ընտրությունների, պաշտպանելով ընդդիմության թեկնածուին, եկեղեցին իր հոգեվորականներով այն, որ մենք քննադատում ենք, ասում ենք այդ իրավունքը չկա, բայց իրենք արեցին դա եւ արդյունք չստացան։ Եվ շեյք թեմի առաջնորդը արձանագրեց այդ փաստը, որ եկեղեցին չունի ժողովրդի այն աջակցությունը, որ քաղաքական դաշտում որևէ լուրջ ազդեցություն ունենալ։ Այսինքն սա փաստված իրողություն է։ Եվ իմաստ չունի եկեղեցիով գնալ ընտրությունների, որովհետև եկեղեցականներով գնալ ընտրությունների, ավելի ճիշտ ձևակերպենք, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին բոլորինց է, մեր սրբության սրբոցն է եւ չի կարելի դա օգտագործել որևէ առիթով։ Եվ անկախության իմաստը դա է եղել, որ մենք ասենք եկեղեցին անկախ լինի մտքում մեր ունենալով, որ դա դառնա մեր համար իսկապես անձեռնմխելի վայր։ Բայց եթե կան եւ ոչ միայն հայկական եկեղեցու, տարբեր եկեղեցիներ մենք բոլորս ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում լսելու, որ կան նման արատավոր երևույթներ։ Իսկ ինչ եք կարծում, ճիշտ է աշկ փակելն է, ճիշտ է ասել, որ մենք տեղյակ չենք տեսնում։ Սա մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։